Հա։ Բար եղբայր շատ ուշանում ենք էլ։ Շատ երկար չէ։ Եկեք քայլելով էլի։ Այլելով արեք։ Շատ կարճ ասեմ, էլի 2018-ին երբ ձեր ձերբակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձեռքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձեռքը ջարդացել ձեր գալսի ձեր ցուցերին։ Սա ասում նրա համար, որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ բաց զգում եմ, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ Սա ուզում հասկանա, որ սրտանց եմ ասում, որտեղ Հայաստանի համար մանանգստանում։ Տեսեք։ Ձեր օրվա ես վերջացնեմ, գիտեմ ձեր սապտետի քոշումները։ Դուք հանձնել եք Արցախը։ Ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ Այդ 5000 թիվը որտեղից։ Թեկուզ Որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն է 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Հրապարակած թվերն է։ Մենք թիվ չեք, ես ասում եմ, նրանք ովքեր դուք այդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ հա զոհերի թիվը մի հատ է 5000 թիվը։ Երբ ձեզ այդ խոսա, դուք իրավունք չունեք, ուրեմն դուք իրավունք չունեք։ Չէ, քիչ չի։ Այդ զոհությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել։ Այո, ունենք։ Այո ունենք, եւ դուք գիտեք մի րոպե, եւ այն որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն, որտեւ եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Ես դες թևս ջարդելու համար ասում եմ։ Հա, եւ իմիջիալոց դուք իրավունք ունեք գնալ ընտրական տեղամաս եւ ձեր դիրքորոշումը արտահայտել։ Գնա Հայաստանի, բայց ես գիտեք ժողովրդի մի մեծ մասի կարծիքն է այդ մասը։ Ես գիտեմ, ես ինչի ագրեսիա չկա, ներողություն, ձեր ազգանուն ի՞նչ է։ Արա Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, ես ինչի վրդովեց այդ 5000 թիվը մի ասեք։ 5000 չլինի, բայց ինչքան է լինի քիչ չի։ Հիմա ես ասում եմ, մնացած հարցերի մասին մենք տասնյակ անգամ խոսել ենք։ Եվ Հայաստանը գիտեք պետությունն է նրանով, որ դուք կարաք գնաք ընտրական տեղամաս եւ քվեարկեք այնց ոնց ուզում եք։ Կարակ եթե մեծամասնությունն է, ձեր ասելիքը ասեք, ներկայացրեք, գնացեք իշխանություն ձևավորեք։ Լսեք, եթե ժողովուրդ որոշի, որ ես պետքա գնամ, ես հլու հնազանդ պետքա գնամ։ Ամեն ասում ժողովրդի մի մասը, ունասի կարծիքը, որը ձեզ շատ էլ ուրիշ բան են ասում, ես ուզում եմ նաեւ Ես գիտեմ, որ այդ կարծիքներ կա, բայց 2000 մի րոպե կարծիքը նաեւ ձևավորվում է այդ սուտ թվերի հիման վրա։ Ախր թվի քանակը չի։ Մարդկանց հիման վրա ովքեր որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ չեն եղել, բայց նրանց պատմությունները ձեռք ջարդես պատերազմին ինչ է կարել։ Ինձ այդպես է չկանչեցի, ոչ մի բան։ Իսկ կներեք իմ տղային էլ չեն կանչել, ինքը գնացել է։ Դուք որտեղ եք եղել։ Ես եղել եմ ստեղ։ Բա գնայիք։ Բա այդ ինչի մասին խոսում։ Եթե խոսում եք դրա մասին, եթե ձեր ժամանակից շատ չխլեմ էլ։ Չխլեք, բա իմ տղան գնացել է։ Իմ տղային ծառայությունը ավարտած ա եղել, ընդհանրապես իրան զորակոչ չէր հասնում։ Բա գնայիք։ Պետության ֆունկցիան այն չի եղել, որ ինքը կազմակերպել, Ինքը կազմակերպել է, ինքը ասել է կամավորագրվեք գնաք։ Բոլոր զինկոմիսարիատները բաց են եղել կամավորության համար։ Չեն զեկուցել, շատ վատ են աշխատել զինկոմիսարիատները։ Զեկուցել են։ Ասել թե ինչքան Զեկուցել են։ ուղղակի թիկունքում կանգնած սպասել է ոչ Դուք սպասել եք, դուք դիմել սպասել եք, ինչին եք սպասել, որտեղ եք դիմել, բայց գնացողները ո՞նց են գնացել։ Ով որ ուզեցել է գնա, գնացել է։ Ով որ ուզեցել է մնա, որ գասի 5000 ժողովրդի վրա եք դնում ձեր պետությունը, որը պիա պարտադիր։ Ես ժողովրդի վրա չեմ դնում։ Դրա համար չէ, սխալ չեք ասում, դրա համար հունիսի ներողություն, մայիսի 28-ին կգաք։ Ես երբ որ այդ վիճակում 20 թվին ես եղել եմ 2 տարի 2 ամիս վարչապետ կամ 3 ամիս վարչապետ։ Ընդամենը։ Հիմա կգաք մայիսի 28-ին կգաք, կտեսնեք բանակը որն է, բանակը ինչ է, բանակը ինչ սպառազինություն ունի եւ ինչ է նշանակում բանը։ Դրանով ժողովրդի բանի ցավը կոտրելու եք։ Լսեք, դուք ինչ եք առաջարկում։ Ես ընդամենը ասում եմ, ինչ եք առաջարկում։ Միակ հույսս գիտեք ո՞րն է, ձեզ միակ, որ երբ որ դուք իշխանության չլինեք, ձեր ու ձեր թիմը կարող է տղամարդու պես կանգնի ու պատասխանեն բոլոր հարցերին, որը հիմա Իսկ որ հարցեր ունեմ, ես չեմ պատասխանում։ Այն ժողովրդի դատարանի բանի։ Ինչ դատարան։ Ձեզ հաստատ հարցեր չէ Արցախի կորստի համար։ Արցախի կորստի համար ինչ են հարցեր, չէ, երեխաների կորստի։ Ես ասում եմ Ղարաբաղի շարժումը թակարդ ա եղել մեզ համար, որի մեջ մենք մտել ենք, որի մեջ դուք բայց ուրիշ բան եք ասում։ Այո, ես ուրիշ բան ասում եմ, դա նշանակում է, որ ես 2021-ին 2021-ին դուք ասում եք Արցախի դեօկուպացիա, Ադրուտի դեօկուպացիա։ Լսեք, ինչ եղավ, պարոն Փաշինյան։ Հիմա ես գիտեք խնդիրը որն է, որ ես ձեր ասած բոլոր հարցերին հատ ժամերով, օրերով պատասխանել եմ ելույթներով,
հոդվածներով, հարցազրույցներով։ Հիմա ձեր բարձրացած մի հարց չկա, որին ես պատասխան չեմ տվել։ Դուք պատասխանը ես ոնց հասկացել եմ, իմ ընկերներն ոնց հասկացել եմ, դուք ձեր պատասխանը գիտեք որն է։ Դուք ասում եք ազգացիությունից դրդված եմ դա արել։ Արդյոք դա հարիր է եղել ազգացիություն, միգուցե մեր նախկին ղեկավարներն է կարային նույն բանը ասեին, չէ՞։ Ով չէր ուզում պես բան ասել։ Նախկինում ղեկավար չեք Մի րոպե, սպասեք։ Նախկինում ղեկավար չեք որոշելով ավինել ձեր ղեկավարը։ Ես դա դեմ չեմ էլ վիճում։ Դե բա ինչ եք, ձեր ուզած Բան չի դեմաձերվեճ։ Որ Ղարաբաղը կորցրել են։ Ղարաբաղը կորցրած են կեղի սկզբան է։ Մենք Հայաստանն ենք կորցնելի սեղը եւ ես երբ որ հասկացել եմ որ Հայաստանը կորցնում ենք, իմ խնդիրն է եղել Հայաստանը պահել եւ կայացնել որպես պետություն։ Եվ մենք Հայաստանը կայացրել եւ պահել ենք որպես պետություն։ Ապացույց, այսօր Հայաստանը միջազգային այնպիսի հեղինակություն ունի, որ իր պատմության ընթացքում չի ունեցել։ Մի ամիս առաջ, մի ամիս չկա, 10 քանի օր առաջ, տեսակ ինչ տեղի ունեցավ։ Լավ էր թե լավ չէր։ Շատ լավ էր։ Ձեզ աջակցություն չէր դա որպես։ Ես շատ լավ այդքան։ Ձեզ էր աջակցությունը, ինչի էր ինձ աջակցություն։ Բա դուք Հայաստանը չեք։ Բա ձեզ ինչով աջակցություն չի։ Այդ սպառազինությունը, որ ձեռք ենք բերել, ինձ համար եմ ձեռք բերել։ Թոշակները, որ բարձրացրել եմ ինձ, ծնող ունեք դուք։ Քանի տարեկան է։ Մոտորես թոշակ է գնալ, մոտ Ասենք առողջության ապահովագրության համակարգից, որ օգտվելու է վատ, որ թոշակը բարձրանալու է։ Բայց էտա Ղարաբաղի շարժումով մեզ դրել են թակարդի մեջ, որ թոշակը չբարձրանանք, ասենք Ղարաբաղի համար, աշխատավար չբարձրացնենք, ասենք Ղարաբաղի համար, զինվորներին տանենք բանակ թալանեն, ասենք Ղարաբաղի համար։ Եվ ոչ, մանիպուլյացիան Ղարաբաղի հարցն ա եղել եւ մենք տրված ենք եղել այդ մանիպուլյացիաներ։ Եվ ես ուրախ եմ, մարդիկ ինձ ոնց են դիմավորում։ Շատերը կողմ են ձեզ, ոչ ման չի։ Շատերը կողմ են, գիտեք ինչի համար, որովհետեւ ես ի տարբերություն մյուսների դուխ եմ ունեցել այդ ճշմարտությանը նայել եւ այդ ճշմարտությանը բարձրաձայնել։ Ոչ թե հազար ներողություն էլի, ոչ վարչապետական բառապաշարի համար, չէ չեմ ասի, չէ ուրիշ ձեզ հետ կապված չէ, ոչ թե չքմեղացել եմ, այո, գիտեք ես ինչի եմ ասել Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ցավալ ինչի։ Բա որովհետեւ եթե Արցախը Հայաստան եւ վերջ չէր, այդ շարժումը ինչի համար էր եւ ինչի մասին էր։ Այդտեղում ապրող ժողովրդի այդ լսի դու Ղարաբաղում քանի անգամ եք եղել։ Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել, Ղարաբաղում ժողովուրդը եղել է Քոչարյանասերժական կլանի պատանդը, որ իրանք Ղարաբաղ անունը ասելով իշխանությունը Հայաստանում պահել։ Ղարաբաղի ժողովուրդը հիմա է ապրելու եւ Հայաստանում ապրելու, որտեղ տուն է ունենալու, խաղաղություն է ունենալու, աշխատանք է ունենալու, սոցիալական երաշխիք է ունենալու։ Ես հուսամ որ տենց է կլինի։ Համոզված եղեք որ տենց էլ կլինի։ Եկեք մեզ հետ քայլեք, շփվեք, տեսեք որ տենց էլ կլինի։ Ավել պակասի համար է կներեք ինձ։ Հայրիկը ձեզ արդեն ինչքան ժամանակ ուզում մոտենալ։ Տները ոչինչ որ գրկեմ ձեզ։ Վայ,